Բարև ձեզ։ Եթերում բուն զրույց ընտրություններ հաղորդաշարն է, ես Աննա Մինասյանն եմ։ Լավ ընտրական օրենսդրությունը անշուշտ ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն երաշխիքներից մեկն է։ Թե որքանով է մեր օրենսդրությունը նպաստում ազատ, անկախ եւ մրցակցային ընտրություններին, այսօր կքննարկենք ընտրական համակարգերի միջազգային հաստատության խորհրդատու Աղասի Եսայանի հետ։ Շնորհակալ եմ շատ մեր հրավերը ընդունելու համար, պարոն Եսայան։ Հրավերի համար։ Ես մի բան եմ նկատել, որ մենք սովորաբար, եթե քննարկում ենք օրենսդրական նախաձեռնությունները, ապա դա քննարկում ենք այդ փուլում միայն, եւ հետո երբ որ օրենքը ընդունվում է, գուցե բուռն քննարկումներից հետո, գուցե անհամաձայնություններից հետո, շատ հաճախ կարծես մոռանում ենք, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ ես կուզենամ մենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հետահայաց դիտարկենք 2021-ի նախաշեմին իրականացված մեծ կարևոր ընտրական օրենսգրքի փոփոխությունները հասկանալու համար, թե այս վերջին 5 տարիների ընթացքում ինչ փորձության է ենթարկվել այդ օրենսդրությունը, արդյոք արդարացրել է մեր ակնկալիքները եւ ինչ խնդիրներ է գուցե առաջացել իրականացման ընթացքում։ Նայեք, ընտրական օրենսգրքի պարագայում մի փոքր այլ է իրավիճակը, սովորաբար ինքը իր բնույթով այնպեսին է, որ առաջացնում է շահագրգիռ կողմերի մեծ հետաքրքրությունը եւ նրանք հենց մշակման этаպում փորձում են ներգրաված լինել գործընթացում։ Ներկա օրենսգիրքը սկսեց փոփոխությունների ենթարկվել 16 թվականին թողվեց, այնուհետև 18 թվականին փորձ կատարվեց փոփոխել օրենսգիրքը արտահերթ ընտրություններին ընդառաջ, բայց այդ ժամանակ մի ձայնի պատճառով այն չընդունվեց։ Ինչևէ, հետագայում մի քանի փուլերով իրականացվեցին բարեփոխումներ եւ նրանցից մեկը 21 թվականից էր նշած, ուրեմն այդ մեծ փաթեթներ, որ ընդունվեց։ Ինչ յուրահատկություն է մեր օրենսգիրքը, հա, ընտրական օրենսգիրքը, ուրեմն եվրոպական կառույցներից մեկի փորձագետը կատակով մի անգամ նշեց, որ ձեր օրենսգիրքը մեկ թերություն ունի, այդտեղ մենակ նշված չէ քվեարկության օրը, տարածքային ընտրական հանձնաժողովի զուգարան գնալու ժամը։ Ինչու եմ սա բերում, որպես օրինակ, ապացուցել եմ, որ շատ դետալացված է այն եւ ոնց որ ասում են լավ ուրիշ է որ տենց է։ Ինչ որտեղ դա ուրեմն արտահայտում այն թերհավատությունը եւ ամստահությունը, որ հասարակությունն ունեցել ընտրական գործընթացների նկատմամբ եւ այդ իսկ պատճառով փորձել ենք շահագրգիռ կողմերը փորձել են, հա, որքան հնարավոր է կանոնակարգել բոլոր ընթացակարգերը։ Նայեք, 21 թվականի մեծ փոփոխություններից մեկը, որ կարող եմ նշել, դա օրինակ անցումներ պարզ համամասնական ընտրակարգի, որտեղ ուրեմն ֆիքսված ցուցակներով սկսվեցին անցկացվել ընտրությունները, մենք դասարեցրեցինք ուրեմն ռեյտինգային համակարգը, որը ըստ էության էլի համամասնական համակարգ է համարվում, ենթատեսակ է, բայց այստեղ մի խնդիր է առաջանում, որ միևնույն է ինչ որտեղ անձնավորվում էր եւ ուրեմն Այսինքն հիմա մենք ամբողջությամբ ընտրում ենք քաղաքական ուժի, ուժի, անձի։ Եվ դա կարևոր է նաեւ մեր երկրի քաղաքական համակարգի զարգացման համար, կուսակցությունների զարգացման համար, չնայած էլի դեռ շատ դեպքերում ամեն ինչ անձնավորված է, հա, առաջին համանելով կամ ասենք արժեի դեպքում վարչապետի տեխնացիով, այնուամենայնիվ սա մշակույթ է, որ ժամանակի ընթացքում կարող է ձևավորվել։ Կարևոր փոփոխություններից մեկը նաև գենդերային ուրեմն քվոտաների կիրառումն էր, ավելի ուրեմն համապարփակ ձևով, որը օրինակ իս վերջին գումարման ազգային ժողովում կախված իհարկե որտեղ ինքնաբացակներ էին լինում, թափուր էր մին ազգային ժողովի պատգամավորի տեղը եւ փոխվում էին, բայց ընդհանուր առմամբ մոտավորապես 30% ուրեմն կանանց ներկայություն են ապահովել, որը բավականին լավ ցուցանիշ է համեմատելի ասենք Հոլանդիայի կամ Գերմանիայի հետ։ Հսկայական տարբերություն տվեց թիմ ընտրություններում, հա, այդ առաջընթացը, այսպես ասած, որտեղ այնտեղ թե ներկայացված էին կանայք եւ արդեն կվոտաների ներդրման շնորհիվ կարողացանք հասնել ուրեմն բավականին մեծ առաջընթացի եւ կվոտաների համակարգը էլի դետալներից է բաղկացած, թե եթե դետալներից մեկը պակասում է, ապա դա չի իրականանում։ Օրինակ այն հանգամանքը, որ
ոնց որ 3 կոմպոնենտ պետք է լինի այնտեղ, հա, նախ բնականաբար տոկոսը, թե որքան պետք է կազմի, երկրորդը բաշխվածությունը սեռերի, որտեղ ցուցակի վերջում չպետք է հայտնվեն ուրեմն կանայք, եւ երրորդը թե թափուր տեղը ինչպես է համալրվում։ Հիմա այս վերջին արդեն 24 թվականի փոփոխություններով դիմի պարագայում մտցվեց այն կարգավորումը, որ եթե ցուցակում չկա կին եւ այդ ուրեմն տեղը պետք է հասներ, մանդատը պետք է հասներ ուրեմն կնոջը, ապա այդ տեղը թափուր է մնում։ Այսպեսով ուրեմն նաև այն շարաշահումներից եք մենք խոսապում, որ հրաժարվում էին, հա, մինչև ուրեմն արդեն մանդատը վերցնելը հրաժարվում էին իրենց ուրեմն հասանելիք մանդատից։ Կարևոր եմ համարում նաև մեր քվեակարգը, որ փոխվեց եւ ուրեմն մենք ըստ էության իրականացնում ենք քվեարկությունը առանց գրիչների, առանց քվեաթերթիկներով։ Էլի թվում է թե մարուկ է, բայց սա կարևոր ուրեմն շարաշահումից խուսափելու համար սա կարևոր դետալ է, որովհետեւ ըստ էության այստեղ ոնց որ վերանում է այդ կարուսել ասվածը, որ դառնում է անիմաստ, ոչ մի նշում չեմ կատարում, քվեարկում եմ եւ ուրեմն քվեաթերթիկը քվեատուփը գնելու պահին է առաջին անգամ դրոշմանը շկապցնելուց հետո է դառնում վավեր քվեաթերթիկ եւ նաեւ շատ կարեւոր ուրեմն մի նկատառում այս եղանակ քվեակարգին անցնելուց հետո կտրուկ պակասեցին անվավեր քվեաթերթիկների թիվը նախկինում ասենք եթե մենք ունենենք մոտավորապես 56000 քվեաթերթիկ այդ 56000-ը օրինակ իվա դարելա 6 կամ 4000, հա, որովհետև սխալ նշում չես կարող անում եւ այլն։ Իսկ 50000 կորցված ցայնի դա մի հատ ֆրակցիա է ազգային ժողովում համատության համար կարող է նշել։ Պարոն Եսայան, հիմա այսպիսի թևավոր խոսքով այս բարեփոխումը իր խնդրին հանդիպել է, համոզված եմ, որ երևի հանդիպել է, վարչապետն է սիրում ասել, որ ցանկացած բարեփոխում պետք է հանդիպի իր խնդրին։ Բնականաբար, երբ որ անում ենք բարեփոխում, հետո ընթացքում բացահայտում ենք ինչ որ բաց թողումներ, ինչ որ բացեր, ինչ որ բաներ, որ հաշվի չենք առել, օրենքը ընդունելուց հետո գուցե, այսինքն օրենքի քննարկման ժամանակ գուցե քաղաքական ուժերը օրինակ ինչ որ մի բանի ուշադրություն չդարձնեն կամ մտածեն, որ դա իրենց օգտակար է, հետո կեսից պարզվի, որ ոչ, պարզվի, որ ինչ որ խոչընդոտներ կան, օրինակ, եթե ասում եք ամեն ինչ նկարագրված է, գուցե ընթացակարգերը այնքան են բարդ ամբողջ գործընթացի ընթացքում, որ չգիտեմ, ժամանակի կորուստ է, ծախսարց ունավետություն ունեցած է, մի խոսքով, ինչ որ խնդիրների հանդիպել է այս բարեփոխումը, այսինքն նոր ընդունված անշուշտ հանդիպել է, ասեմ, սա Ընտրական օրենսգիրքի առանձնահատկությունը նաև որ իր մշակումը պարտադիր պետք է լինի մասնակցային, հա, չէ կարող բարձել փորձագետների խումբ նստի գրի օրենսգիրքը։ Սա այն ուրեմն օրենքն է, որը ուրեմն մասնակցային պետք է լինի եւ շահագրգիռողները ունեցել են շատ կարևոր դերակատարում հենց ցանկության դեպքում ուրեմն օպոզիցիոն կուսակցությունները մասնակցել են, շատ կարևոր դեր են կատարել մեր քաղաքացիությունը, քաղաքացիները հատուկ ուժերն են նշել, մենք ունենք շատ լավ մասնագիտացված հասարակական կազմակերպություններ այս ոլորտում, որոնք իսկապես շատ մեծ ներգրավում եւ ներդրում են ունեցել օրենքի մշակման հարցում, այ եւ ոնց որ ասում եք խոչի դոտները բնականաբար տարբեր մշակույթի կողմեր հանդիպում են, քննարկում են իդեալական վերջնական բոլորին երևի ամիս չի բարարում, բայց կարողանում ենք հասնել ուրեմն ինչ որ կոնսենսուսի։ Ես կուզեի օրինակ կարող է բերել քիչ օրինակ, որ մեկ անգամ լուծումներ են գտել, որոնք ընդունել, որոնք այդ հանդել ընդունված չէ միջազգային պրակտիկայի իմաստով, օրինակ ընտրությունների ցուցակների հրապարակումը ընտրություններից հետո, սա սովորաբար համարվում է, որ մարդու մասնակցությունը ընտրությանը ոչ թե անձնակազմի, մարդու մասնակցությունը ընտրություններին եւս քաղաքավորոշում կարող է լինել եւ դա պետք չի հրապարակել, բայց քանի որ բոլոր դերակատարները ուզում էին, որ դա այդպես լինի, ու դա նպաստում է ուրեմն վստահության բարձրացման ընտրությունների նկատմամբ, այդ քայլին գնացին եւ հիմա բնականաբար արդեն մենք հետ չեն կարող կատարել։ Գուցե տարիներ անց, երբ որ արդեն վստահության խնդիր օրինակ չի լինի եւ մարդիկ արդեն համոզված եւ վստահ կլինեն, որ անցյալում են այդ կեղծիքները,
Գուցե որոշեն, որ այլևս կարիք չկա։ Գուցե։ Այո, բայց ես կուզեի նաև մենք խոսեինք իրականացման մասին, այսինքն սկզբում էլ ասացի, որ օրենսդրությունը իհարկե կարևորագույն երաշխիք է, բայց շատ դեպքեր ունենք եւ ունեցել եւ կունենանք, երբ օրենքը շատ լավն է, հա, թղթի վրա, բայց իրականացումը ինչ-ինչ պատճառներով, այլ պատճառներով, այսինքն այդ կիրառումը ուժ գործարկումը կամ enforce են ասում անգլերեն, դա տեղի չի ունենում կամ լավ չի տեղի ունենում։ Հիմա ուզում եմ հասկանալ այս վերջի 5 տարիներին, քանի որ այս ընտրական օրենսգիրքը փաստորեն փորձարկվել է մի հատ համապետական ընտրությունների, արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա ու նաև ընթացքում տիմերի ընտրությունների, հիմա մենք ունենալու ենք թերևս առաջին հերթական ընտրությունները 2026 թվականին, որոնք պետք է անցկացվեն այս նոր փոփոխությունների ներքո։ Այս վերջի 5 տարիների ընթացքում դուք որպես նաև այդ process-ի ակտիվ մասնակից մշակման խորհրդատվության այդ ոլորտում ինչ կարող եք ասել, որոնք են եղել հիմնական գուցե թերությունները, եթե նկատել եք նման թերություններ, այս նոր ընտրական համակարգի կամ օրենսգրքի, ինչ խնդիրներ եք գուցե նկատել, որոնք բացասական ազդեցություն կարող են ունենալ ընտրական գործընթացի վրա, կամ գուցե բաներ, որ ի սկզբանե մտածել ենք, որ ճիշտ կլինի այսպես, բայց ընթացքում իրականացման ընթացքում պարզել ենք, որ գուցե չարժեր այդպես կամ գուցե կարելի էր փոխել, այսինքն որքանով էր արդյունավետ եւ օգտակար այս բարեփոխումը ընդհանուր առմամբ։ Ես վստահ եմ, որ կազմակերպչական իմաստով կամ այդ իմպլեմենտացիայի իմաստով խնդիրներ չեն առաջանալու, որտեղ մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհանրապես ընտրությունների վարչարության մարմիններ, ընտրական հանձնաժողովների համակարգը պատրաստ են ամեն ժամանակին եւ ըստ օրենքի պահանջների իրականացնել տեխնոլոգիաների գրանցումը, քվեարկության նախապատրաստման տպագրությունները եւ այլն, հա։ Ինչն է դարել եւ գնալով ավելի բարթանում, դա բնականաբար ուրեմն այսպես կոչված այն հիբրիդային սպառնալիքներն են, որոնք զարգանում են շատ արագ տեմպերով եւ այդ իմաստով 21 թվականի եւ 26 թվականների ընտրությունները կարող են իապես տարբեր լինել։ Ու այստեղ մի փոքր մենք արդեն բախվում ենք այն անհայտների հետ եւ հասկանալի չի մեր ընտրական համակարգի, իրապահ համակարգի մոդուլականությունը այդ մարտահրավերներին։ Հիբրիդային սպառնալիքներ ասելով մենք ծորժանկի 3 մասից են բաղկացած, մեկը դա կիբեր հարցակումներն են, կիբեր սպառնալիքներն են, երկրորդը դա ԱՊՏ կատվածական արշավներն են եւ երրորդը դա ապօրինի ֆինանսավորումն է։ Եվ բոլորս 3 ոլորտներում էլ ես կարծում եմ մենք ունենք դեռևս օրենսդրական բարձել եւ իմպլեմենտացիայի իմաստով էլ համապատասխանաբար բավականին անորոշություններ գոնե այսպես կարող եմ նշել, հա։ Կիբերանվտանգության իմաստով օրինակ առաջին խոշոր հարձակումը եղավ 2007 թվականին Էստոնիայի վրա եւ Էստոնիան դրանից հետո մշակեց, որ պետք է իրանք շատ թափանցիկ լինեն այդ իրենց քաղաքականության մեջ, հա, երբ որ իրենք կիբերհարձակում նշվում է ով ինչ չափի եղել, ինչ վնաս է եղել, ինչպես են դիմակայել եւ ում կողմից է ուրեմն իրականացվել։ Վստահաբար մեր բոլոր ընտրությունների ժամանակ եղել են կիբերհարձակումները, բայց մենք չունենք քաղաքականություն, թե որ կանոնենք մենք ուրեմն բաց հասարակության հանրության առաջ այդ ամենի մասին խոսելու։ Այսինքն եթե լինում է հարց, հստակաբար ուրեմն պետական մարմինները սուտ չեն ասեն, որ եղել է, բայց բոլոր դեպքերում երբ որ աննկատ է մեր աչքի առաջ, արդյոք նրանք ուրեմն քաղաքականության մաս է դրա մասին խոսելը եւ ուրեմն հանրության հայտները։ Ապատեկվածությունը իր հերթին ուրեմն արդեն նոր բարձունքների հասել, deepfake-երի ուրեմն տարածմամբ արհեստական բանականության ուրեմն տարածմամբ եւ ստեղ մենք ուրեմն արդեն ունենք օրինակներ թեկուզ առաջիկա վաղարշապատի ընտրությունների հետ կապված մենք ունենք արհեստական բանականությամբ ստեղծված ուրեմն տեսահոլովակներ։ Այսպիսի մասշտաբների հասել այս ապատեկացության ազդեցությունը եւ նաեւ ապօրինի ֆինանսավորման ազդեցությունը, որ աննախադեպ
քայլերի են դիմել մի շարք երկրներում, օրինակ կբերեմ Ռումինիան, հա, որտեղ ուրեմն նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթեց, ոչ թե հաղթեց, այլ ամենաշատ ձայներ հավաքեց ուրեմն տեխնազու, որ մինչև այդ այն հայտ էր, եւ դա ըստեյության նրա հաջողությունը ընտրություններում ապահովեց TikTok-ի ուրեմն մի հատ հսկայական բանակ, որը իր հերթին ուրեմն ֆինանսավորվում էր ապօրինի աղբյուրներից։ Եվ այդ պատճառով Ռումինիայում ուրեմն ընտրությունները նախագահական առաջի փուլը համարվեց անվավեր։ Պարոն Յիսեն, սա այ օրինակ շատ իմ համար երկակի, հա, հարց է եւ խնդիրը, որ ես բնականաբար դրա պատասխանը չունեմ, բայց տեսեք, մի կողմից բնականաբար ժողովրդավարության պաշտպանության համար անհրաժեշտ է, որ մարդիկ ազատ ընտրություն կատարեն, չլինեն այդ ապօրինի միջամտությունները, լինի ֆինանսական, թե ցանկացած այլ լծակներով ապօրինի, բայց մյուս կողմից գալիս է տեսնում ես, որ ժողովրդավարական, այսինքն ոնց կարող ենք ժողովրդավարական ձևերով պայքարել դրա դեմ, որովհետև հաճախ, երբ որ արձագանքը դրան լինում է արգելել, սահմանափակել, հա, պատժել ու գանել, ստացվում է, որ դու սահմանափակում ես ժողովրդավարությունը։ Ոնց ինչ մոտեցումներ կան այդտեղ, որտեղ օրինակ հիմա նույն Մոլդովայի օրինակով, հա, ընդ որում օպոզիցիոն եւ իշխանական կողմերից օրինակը բերվում է Մոլդովայի, որ այ արգելեցին, հա, մի կողմից ասում են, այ ապօրինի ֆինանսավորմամբ փորձեցին դա անել, իսկ նրանք էլ ասում են, այ դե տեսեք, արգելեցին, ուրեմն ժողովրդավարություն չի, դա կեղծ է։ Այսինքն ո՞րն է սրա ձեր պատկերացմամբ դիլեմայի լուծումը։ Նայեք, ինչ վերաբերում է այդ խոսքի ազատության դիլեմայի ապատեկացությանը, համաձայն եմ, այստեղ շատ նուրբ ոնց որ ասում են սահման կա, հա, միշտ կարելի ասել, որ սա քաղաքական մեսեջ է, սա ապատեկատվություն չի, հա։ Այդուհանդերձ ապատեկությունը մի քանի բնորոշ բաներ ունի, հա, որ դա հիմնված է կարծիքի վրա, դա ցանկացածը իրականություն ներկայացնելն է կամ իրականությունը բացահայտ կեղծելն։ Ինչ դերակատարում ունեն ունակ ընտրական հաստատողները այս պարագայում երևի շատ նեղ, որովհետև իրանք իրավունք ունեն միջամտելու քաղաքական մեսեջներին, հա, ասել որ մեսեջը դուրս չի գալի, ուրեմն դա ուրեմն չպետք է հեռացվի կամ ինչ-որ ձևի գրաքննություն, Ես խոսքը վերաբերում է ապատեկատվությանը, որը սուտ է տարածում հենց ընտրական համակարգի մասին, հա, չգիտեմ, ժամանակին ասում են գրիչի մեջ կամերաներ կան, հա, կամ ինչ-որ ալգորիթմ կան, որը հերթով փոխելու է ձեր քվեի հաշվարկը եւ այլն։ Ապա այստեղ բնականաբար ընտրական ժողովը անմիջական ուրեմն պատասխանատվություն ունի, ուրեմն պաշտպանել ընտրական համակարգի ամբողջականությունը։ Իսկ ֆինանսավորման հետ կապված, գիտեք ինչ, կան խաղի կանոններ, հա, կա ի վերջո օրենսդրություն, հա, որը արգելում է օրինակ ապօրինի աղբյուրները, այդ թվում ասենք օտարերկրյա ֆինանսավորումը։ Ազատ խոսքի վրա ազդելը շատ դժվար է եւ պետք չի։ Այսինքն խոսքի վրա ապատեղեկատվությունը կարծում եմ ամբողջ աշխարհում այնպեսի խնդիր է, որ դեռ չեն հասկացել ոնց պիտի պայքարեն, բայց լավ, ապատեղեկատվությունը ինչ որ ձևով մեղմել, ինչ որ ձևով, այսինքն ռացիոնալ դիսկուրսով, պրոակտիվ հաղորդակցությամբ կարելի է գուցե ինչ որ ձևով մեղմել, բայց ֆինանսավորումը, այսինքն ապօրինի ֆինանսավորումը մի բան է, որը շատ հստակ իրավապահ համակարգի դաշտում է, բայց արդյոք մեր օրենսդրությունը, օրինակ շատ վերջերս շատ հաճախ խոսում են նրա մասին, որ այդ մասով օրենսդրությունը գուցե ոչ այնքան հստակ է եւ գուցե ոչ այնքան արդյունավետ։ Միանշանակ եւ օրենսդրության կատարելագործման ուրեմն պահանջ կա եւ իհարկե իրականացման կամ կիրառման կամ կարողությունների զարգացման։ Նայեք, անցյալ տարի Մոլդովայի ընտրությունների ժամանակ սա արդեն հրապարակային փաստ է, ուրեմն ներգրավել է 200 միլիոն եվրո ֆինանսավորում արտերկրից։
Բնականաբար այս ամեն ինչը այս գումարը ուղղված էր ուրեմն ընտրողի մոտ ուրիշ պատկերացումների եւ ուրիշ դիրքորոշման ձևավորման առաջին հերթին, չնայած այդ անցյալ տարի շատ ավելի բիրտ մեթոդների էին դիմում եւ այնտեղ կոնտրակաշարքի բաժանման հսկայական ծավալ ուրեմն դեպքեր կային, Սպերբանկի ուրեմն բանկոմատների քարտերն էին բաժանում, պարզապես մարդկանց կարողանալ գնալ։ Այս անգամ մի փոքր ուրիշ էր, մեկ տարի անց մի փոքր ավելի ամեն ինչ բարդացավ, մեծ ծավալ ստացան ուրեմն կրիպտո առույթներով գործարքները, ուրեմն սոցիալական հարթակներում եւս մոնիտորինգի արդյունքում Մոլդովան ապացուցեց, որ ամեն երրորդ ծախված դոլարը կամ եվրոն դա ապօրինի ծագում ուներ։ Կարողացան իրանք համագործակցել իրապահ համակարգի եւ նաեւ սոցիալական պլատֆորմների հետ եւ մոտավորապես 1000-ից ավելի դիմում էր ներկայացվել կեղծ կամ բացահայտ ուրեմն ապատեկացություն տարածող ուրեմն հաղորդումների ուրեմն հեռացումը ապավելու համար, այստեղ բոլոր երևի պլատֆորմները որոշ տարբեր ուրեմն ասկան Facebook-ը, Meta-ն, Google-ը եւ ուրեմն Instagram-ը բավականին բարեցակամ էին համագործակցում էին, Telegram-ը այն փոքր ուրիշ։ Բայց հետաքրքիր է Facebook-ն էլ չէ, Meta-ն էլ հայտարարել, որ այլևս fact check չի անելու եւ այլևս այնուամենայնիվ նաեւ միջազգային գործընկերների ուրեմն ներգրավմամբ եւ նրանց մասնակցությամբ ընտրությունների ընթառաջ այդպիսի ուրեմն ասած ասեմ ֆիլտր դրվել է ապատեկատվության ամենացայտուն եւ օրինակը դա ապօրինի ֆինանսավորման հետ կապված դա երկու քաղաքական ուժերի գրանցում ուժը կորցրած ճանաչելն է ցանցությունների նախաշեմի եւ ինչ ստացվեց որովհետեւ դատարանի որոշման բնականաբար դա արվեց բայց ուրեմն դրական համակարգը ուներ ապացույցներ որ նրանք ուրեմն սերտորեն ասոցիացված աֆիլիացված են ուրեմն այնպիսի կուսակցությունների հետ որոնք ունեցել են օտարերկրյա ֆինանսավորում եւ այդ իմաստով կարող են համարվել ուրեմն իրավանախորդ ունեցել, որ ապօրինի ֆինանսավորվել եւ այդ հիմքով ուրեմն հասել են այդ քաղաքական ուժերի։ Հիմա մեր օրենսդրության մեջ նման հնարավորություններ կան, որովհետեւ մեր օրենսդրությունը ունի մարդիկ կան, որոնք որ մտահոգված են այդ հարցով, որ այսպես կլինի եւ կարգել են մարդիկ կան որ ասում են չկա նման հնարավորություն քիչ փորձենք հասկանալ եւ մեր ընտրողներին էլ գիտեք օրենքը սահման ընտրական օրենսգիրքը եւ կուսակցությունների մասին օրենքը շատ հստակ է ֆինանսավորման աղբյուրների եւ չափերի մասին, հա, եթե ընդհանուր չափերի մասին խոսենք, ապա ուրեմն տարեկան կտրվածքով կուսակցությունը չի կարող 1 միլիարդ դրամից ավել գումար մոբիլիզացնել եւ արժանացությունների ժամանակ էլ չի կարող 800 միլիոն դրամից ավել գումար ծախսել։ Սա ընդհանուր կանոն է։ Իսկ եթե անում են ինչ։ Իսկ եթե անում են հիմա հարց է ծագում, բայց մենք ոնց ենք իմանում այդ գումարների հոսքը։ Նախ չգիտենք, բայց ենթադրենք գիտենք, որ արել է։ Այդ է, որ մենք ելնում ենք հապարկածից, որ այդ գումարները ինչ որ ձևով հայտնվում են կուսակցության հաշվին եւ այլն եւ հետո ծախսվում են եւ դրա համար ուրեմն հաշվետվություն են ներկայացնում եւ դա տեսանելի է, բայց ինչ եթե այն տեսանելի չէ։ Օրինակ վերեմ ասես մի հիպոթետիկ օրինակ, որ ստեղծվում է Վարդի Մուրաբայով թայ խմողների ակումբ, այդ ակումբը ուրեմն որ գրանցվում է որպես հասարակական կազմակերպություն, բայց իր ելույթները քաղաքական են, իր դիրքորոշումը քաղաքական է, ինքը ասում է, որ ես ունենալու եմ, մասնակցելու եմ ընտրություններին, ունենալու եմ վարչապետի տեխնացու, եւ այս ընթացքում ինքը կազմակերպում է հանրահավաքներ, փոխածախսում, մարզային գրասենյակներ է բացում, բայց դա ակումբ է դեռ, հա։ Նա չի ենթարկվում կուսակցությունների մասին օրենքի կամ ընտրական օրենսգրքին, հա։ Եվ ստացվում է, ասենք գալիս է հասնում ընտրությունների ժամանակահատվածը եւ
2 ամիս առաջ գրանցվում է կուսակցությունը եւ արդեն սկսվում է այսինքն 800 միլիոնի սահմաններում կատարել իր ծախսերը եւ ուրեմն հաշվետվություն ներկայացնել։ Այսինքն գոյություն ունի մի հատ մեծ բաց, որը անտեսանելի է եւ որտեղ մենք տեղյակ չենք ինչ ծավալի ուրեմն գումարների մասին է խոսքը եւ այդ գումարների ցակումնաբանությունը։ Այո, բնականաբար հիմա նաեւ այս թվային աշխարհում թաքցնելը տարբեր բաներ ավելի հեշտ է դարձել, բայց ես վերադառնալով նախորդ հարցին, ինչ եթե հայտնաբերվեց ավել գումար, պետք է ինչա ենթադրում օրենսդրությունը, պիտի արգելվի այդ կուսակցության մասնակցություն ընտրություններին, այսինքն օրենսդրության դրույթն է ուզում։ Օրենսդրության դրույթը այո, հնարավորություն է տալիս այդ հիմքով կենտրոնական կանխազրույցին դիմել դատարան եւ արդեն դատարանը որոշում է հասկանում եմ բարդ է իհարկե բացահայտել է բայց ընդհանրակարգը դե հասկանալի է այո պարոն Եսայան ես կուզեի դուք նաեւ մեզ ասեիք թե իհարկե շատ կարճ ժամանակ է մնացել մինչ ընտրությունները բայց ակնկալում եք արդյոք որ մինչև 2026-ի ընտրությունները որևէ էական փոփոխություն կլինի օրենսդրության մեջ թե դա նույնիսկ իրատեսական չի, որովհետեւ ժամկետները շատ մոտ են։ Գիտեք, սովորաբար հա, ասում են, որ 6 ամիս առաջ առնվազն, 1 տարի առաջ մորատորիա գործում, այսինքն ցանկալի չի փոփոխություններ կատարել, բայց այստեղ մի հատ մեծ բայց կա, եթե կան ուրեմն փոփոխություններ, որոնք ի վերջո պաշտպանում են ժողովրդավարությունը եւ ապահովում են ընտրությունների ամբողջականությունը, ապա այո կարելի է գնալ այդ քայլերին։ Իմիջիալոց այդպեսի դեպք նախադեպ մենք ունեցանք հենց 21 թվականին, շատ արագ։ Իհարկե այդ ժամանակ օրինակ մի քանի դրույթներ, որոնք դուրս մնացին, չէ՞, այո։ Փաթեթի մաս էին կարծում դուրս մնացին, հասկանալի պատճառով օրինակ եթե փոխում ես օրինակ քարոզարշավի կանոնները եւ ապօրինաբար կուսակցությունները տեղյակ չեն դրա մասին, գուցե իսկապես իր անհրաժեշտ չի ժամանակ մտցնել, բայց մենք ունեցել ենք դրա նախադեպը եւ ասկեն առանձնապես բողոքներ այդ պատճառով անգամ միջազգային հանրությունից անհնարինություն հանձնաժողովի ոնց ռեկոմենդացիան դա որ 1 տարի առնվազն ընտրությունից առաջ չփոխել կանոնները կատարվեցին։ Իմ կարծիքով դրա անհրաժեշտությունը թերևս կա, հենց հաշվի առնելով այն հիբրիդային սպառնալիքները, որոնք ես նշեցի եւ ուրեմն ոնց որ օրենսդրությունը չի հասցնում այդ հիբրիդային սպառնալիքների հետևից։ Պարոն Եսայան եւ վերջին հարցը, որը բոլոր իմ հյուրերին եմ տալիս, այսպես բլից ռեժիմով, ինչու պետք է մարդիկ գնան եւ քվեարկեն 2026 թվականի ընտրություններում եւ առհասարակ ինչու պետք է մասնակցեն ընտրություններին։ Դե ընտրությունը նայեք, եւ ասում են ընտրությունը քաղաքացիական պարտք չէ, ընտրությունը իրավունք է։ Իրավունք է, ես ուզում եմ որ հարցանապետան քաղաքացիները գիտակցեն այդ իրավունքը, որ իրենց համար միևնույն չէ լինի, օրինակ մտածեն թե ով է իրենց ներկայացնում, այսինքն անհատական մակարդակի վրա հասկանա ով է ներկայացնել ազգային ժողովում։ Ավելի լայն կոլեկտիվ մակարդակի վրա կարևոր է մասնակցությունը, որպեսզի այս նույն ազգային ժողովը լինի մաքսիմալ ներկայացական, հա, որ հասարակության տարբեր շերտեր գնան, տարբեր տարիքային սերերի մասնակցությունը հավասարապահովի եւ այդ իմաստով լինի ուրեմն շատ ավելի բազմազան։ Մեր հասարակությունը մոնոլիտ չի, ազգային ժողովն է պետք է մոնոլիտ չլինի, հա, լինի բազմակարծիք։ Եվ հաջորդը կարևոր է որպեսզի հասարակության մեջ լինի մասա, քրիտիկական մասա, որը այդ process-ի մասա կազմում էլի ասենք, որպեսզի նաև լեգիտիմ համարվեն այդ ընտրությունը, թեև պահանջը չկա, հա, բայց լեգիտիմության մասը զգացողությունը միշտ կա, չէ, որ քիչ մարդ է մասնակցում։ Քիչ մարդ է մասնակցում, եւ այստեղ իհարկե մի հատ փոքր ուրեմն նյուանս կա, եթե կուզենայի հիմա շատ հակիրճ անդրադառնալ, դա որտեղ մենք սովորաբար հաշվում ենք մասնակցությունը ցուցակային ուրեմն ընտրողների ցուցակի տոկոսից, բայց իրականում մենք այսքան ընտրող չունենք։ Հայաստանի Հանրապետությունում առնվազն չեն բնակվում այդ այսինքն երբեմն ասում ենք որ մասնակցությունը 50%-ից ցածր է, բայց իրականում եթե հաշվի առնենք որ մեր ընտրական ցուցակները ուռճացված են, չնայած ասեմ դա ուռճացված լինելը
պրոբլեմ չի առաջացնում, որտեղ դրա հրապարակվում է, բայց այստեղ ուրեմն դժուժումա քաղաքական մեսեջը, հա, ոնց որ ասում են, որ գիտեք ինչ 50-ից ցածր, բայց իրականում եթե հանես ուրեմն այն մարդկանց, ովքեր որ այստեղ չեն ապրում, 60-65% կարող է կազմել, էլի, եւ արդեն ուրեմն մեսեջն է ուրեմն փոխվում։ Շատ շնորհակալ եմ, ժամանակը սպառվեց ցավոք սրտի, բայց շատ հետաքրքիր զրույց ունեցանք, կարծում եմ, եւ շնորհակալություն, կշարունակենք հետևել զարգացումներին եւ տեսնենք ինչ է սպասվում մեզ մոտակա ընտրություններին եւ մոտակա 6 ամսվա ընթացքում։ Շնորհակալ ենք մեզ հետևելու համար։